Սանտա Մոնիկա քաղաքի քաղաքապետարանի որոշման համաձայն շրջանում գործող տաքսի ընկերությունները այսուհետ պետք է աշխատեն միայն համապատասխան արտոնություն ունենալու դեպքում։ Քաղաքապետարանը որոշումը մեկնաբանում է այսպես. գործող տաքսի ընկերությունների քանակը գերազանցում է քաղաքի պահանջարկը։ Սանտա Մոնիկա քաղաքում գործում են հայ սեփականատերերի մի քանի տաքսի ընկերություններ, որոնցից ոչ մեկը եւ չի ստացել քաղաքապետարանի արտոնագիրը։ Հայ վարորդները համարում են, որ քաղաքապետարանի մերժման պատճառները հիմնավորված չեն։ Մենք 12 կամպանի դիմեցին ֆրանչայզի համար City of Santa Monica-ում եւ ընդամենը անցել են 5 կամպանի, որոնք բոլորն էլ 5-ն էլ արաբական կամպանիներ են։ Եվ հայկական բոլոր կամպանիները դուրս մնացին։ Սահմանված պահանջները հայ սեփականատերերը կատարել են, սակայն քաղաքապետարանի պաշտոնյաները դա հաշվի չեն առել եւ արտոնագիր են ստացել առավել պակաս հարմարավետ պայմաններ ունեցող տաքսի ընկերությունները։ Քաղաքապետարանի կողմնական որոշումը խարդախության կամ հայերի նկատմամբ անբարյացկամ վերաբերմունքի եւ կասկածների առիթ է տալիս։ Իրանք չպահպանեցին այն կողմը, որը իրանք պարտադրել էին մեզի պիտի անենք։ Մենք մեծ գումարներ, շատ մեծ գումարներ ծախսեցինք եւ անիմաստ տեղը միայն։ Եվ ինչով կարող ենք սա միայն արդարացնել կամ կաշառքագնում կամ ազգային խտրականություն։ Ուրիշ ձև չեմ կարող պատկերացնել։ Խտրականություն շատ ուժեղ է, որտեղ որ Թեգուզնի Yellow United-ը, VIP-ն կամ Pacific-ը որտեղ որ հայերը շատ են, այդ կամպանիները չեն ասում։ Because it's a lot of discrimination for Armenian and Latino people. Ոստիկանության կողմից չպատճառաբանված վերաբերմունքի է արժանացել նաև վարորդներից մեկը։ Զրկեցին վարորդ աշխատելու իրավունքից անհիմն parking տիկետների համար, որը որ մի պոլիսը թույլ էր, ոստիկանը թույլ էր տալի, որ կանգնենք, երկրորդ ոստիկանը գալիս էր, ասում էր ինքը թույլ է տվել, պատճառներ ենք ասում, որ մենք հարցել ենք, կանգնել ենք, ասենք երեկոյան ժամին բարերի դեմ կանգնում են, որ պետքա պիկապ լինենք։ Մյուս պոլիսը գալիս է տիկետ էր տալի։ Այս հարցին հետամուտ են Հայդատի հանձնախումբն ու հայ երիտասարդաց դաշնակցությունը։ It's very clear that there is some sort of an anti-Armenian issue, at least motivating some of that decision-making process. When you look at it, 6 out of the 7 companies that were denied franchises are Armenian-owned. All 5 of the ones that won franchises were not owned by Armenians. Տաքսու վարորդները պահանջում են քաղաքապետարանից վերանայել որոշումը։ Այն ցուցակը, որ մենք պիտի պաշտպանենք, ու այն միավորները, որ նրանք տվել են այն կամպանիներին, ովքեր գրավել են առաջինից մինչև 5-րդ տեղը, իրար չի համապատասխանում։ Եթե ընդունվի քաղաքապետարանի որոշումը, ապա 300 տաքսու վարորդ մնում է առանց աշխատանքի։ 300 ընտանիքի ավելի հայ ընտանիքներ, որ իրենց եկամուտն է աշխատի Սանտա Մոնիկայի մեջ, կորձեն պիտի զրկվին առանց նույնիսկ բացատրության, առանց նույնիսկ քաղաքապետարանին մոդեցում եւ բացատրություն ինչու աս որոշումը կգադարեն։ Անիթ Թաթևոսյան, Վարդան Իսմայելյան, Հորիզոն հեռուստաընկերություն։